Հարգելիներս, այսօր իմ մոտ տանդուր է, հոսող ջրի տակ իրան շատ լավ կլվանամ և կպատրաստեմ աղցան և թթու։ Հարգելիներս, մեր տանդուրը լավ լվացի, ջրքամեցի և ժամանակն է եռացող աղաջրի մեջ մի փոքր դաղեմ, ոնց որ ասած աչքը վախացնեմ։ Ասեմ, որ երկար խաշել պետք չի։ Մինչ գազօջախին աղաջուրը եռման աստիճանի կհասնի, այդ ընթացքում ես կկտրատեմ ոչ շատ մեծ, ոչ շատ մանր կտորների մեր տանդուրը։ Գույնը փոխելուն պես մենք կարող ենք արդեն գազօջախը անջատենք և սպասենք մի փոքր ջրի մեջ թրմվի։ Հարգելիներս, ձեզ ուզում եմ ասեմ, որ սա իմ պատրաստման տարբերակն է։ Հարգելիներս, մեր աղցանի ամանի մեջ մի փոքր ձիթայուղ լցրեցի, մի պճեղ սխտորեմ քերել և սև բիբար եմ ավելացրել։ Եվ կավելացնեմ մեր տանդուրը։ Հարգելիներս, ավելացրեցի մանր կտրտած լոլիկը, կավելացնեմ պետրուշկա և ամբողջը իրար խառնելով կստանանք մեր աղցանը։ Ավելացրեցի 1 թեյք թալ քացախ, ամբողջը լավ խառնեցի, նշեմ, որ սա տատիկիս բաղադրատոմսն է, իմ մանկության համերից է։ Իդեպ տանդուրով աղցանի տարբեր զանազան տեսակներ կան, տարբերակներ կան։ Սա տարբերակներից մեկն է, որ հիմնականում ես շատ հաճախ եմ պատրաստում։ Ահա, հարգելիներս, տատիկիս բաղադրատոմսով պատրաստած տանդուրով աղցանը արդեն պատրաստ է։ Դուք էլ պատրաստեք և մատուցեք սիրով։ Հարգելիներս, իսկ մեր թթվի համար ես ամբողջական տանդուրն եմ խաշում, իրան չեմ կտրտում։ Ահա, տեսնում եք ինչ մատխաշ, ինչ երիտասարդ տեսք ունի, դրա իսկ պատճառով իրան շատ քիչ պիտի խաշտանք, որ չլխկի։ Ահա, կարծում եմ արդեն բավական է եռացնել, կաթսայի բերանը կարելի է փակել և թողել թրմվի։ Կավելացնեմ մի փոքր սխտոր համի համար։ Նաև մի քանի հատիկ սև պղպեղ, նաև դափնու տերև։ Եվ այս համեղ և օգտակար բազուկն էլ ավելացնելով մի փոքր կգունավորենք մեր թթուն։ Հարգելիներս, մեր թթուն էլ 1 օր սառնարանում փակ տարայի մեջ պահելուց հետո արդեն պատրաստ է, իսկ աղցանի մասին ուղղակի խոսքերը ավելորդ էին, վայրկյանների ընթացքում ամբողջը վերջացավ։ Հարգելիներս, այս թթվով դուք կարող եք կրկին նույն աղցանից պատրաստեք։ Հավելեմ, որ բազուկի շնորհիվ մեր թթուն շատ գեղեցիկ երանգավորում է ստացել։ Դուք էլ պատրաստեք և մատուցեք սիրով։